Տիկին Ավանեսյան, քարոզարշավի հենց առաջին օրվանից դուք մասնակցում եք թե մարզերուն, թե Երևանում, տպավորությունները ինչպեսին են։ Արտակարգ, տպավորությունները արտակարգ են, շատ պարտավորեցնող, երբ որ դու հասկանում ես, որ ժողովուրդը միահամուռ է, խաղաղ եւ սիրով լցված է դեպի մեր երկիրը, դեպի մեր երկրի ապագան եւ ամենակարևորը, որ կիսում ենք երկրին տեր լինելու, խաղաղությանը տեր լինելու գաղափարը։ Ոլորտը, որը դուք եք ղեկավարում, այսպես ասած, ամենաբանն է, թեժն է միշտ եղել, խնդիրներով եւ այլնով։ Առողջապահության ապահովագրությունից հետո ձեզ են մոտենում ամենատարբեր մարդիկ, շնորհակալություն են հայտնում, բայց կարծեք թե դա անդիմությանը դուր չի գալիս, փորձում են շահարկել, թե դա նախընտրական ինչ-որ տենց խոստում է, կաշառք էր նույնիսկ, ինչ կասեք։ Գիտեք, իրենք սովոր չեն, որ երբ որ նախընտրական խոստում ես տալի, հետո պիտի իրականացնես։ Քանի որ իրենք այդ պրակտիկան չեն ունեցել, հիմա շատ զարմանում են, որ մենք 2021 թվականին խոսք տվեցինք, որ պետք է ապահովագրությունը ներդնենք եւ ներդրեցինք։ Այս առումով շատ ծանր են տանում։ Շատ ծանր են տանում նաեւ գիտեք ինչ հանգամանքը, որ պետությունն է մեր քաղաքացու կողքին, որ մեր քաղաքացին, երբ որ հայտնվում է առողջական խնդրով անելանելի վիճակում, ոչ թե պիտի իր ձեռքը մեկնի մարզի օրիգարխ բարերարին, որ նա էլ մի քանի կոպեկ տա եւ հետո այդ կոպեկի դիմացը ընտրակեղծիքով ընտրաձայն վերցնի, այլ պետությունը արժանապատվորեն կանգնած է մեր քաղաքացու կողքին եւ հոգ է տանում քաղաքացու մասին եւ մեր մեծերը շատ են մոտենում եւ ասում են առաջին անգամ, որ մենք գիտենք ասում են, որ պետության համար սա մեծ բեռ է, բայց նաև շատ շնորհակալ ենք, որ պետությունը առաջին անգամ մեզ ուշադրություն է դարձնում եւ հոգ է տանում մեր մասին։ Իսկ սա ամենակարևորն է։ Ապահովագրությունը 21 թվականի նախընտրական ծրագրով նախատեսված էր, չէ՞, որ այդ ընթացքում 5 տարվա ընթացքում պետք է անի։ Այո, ինչպես նաև 50 առողջապահական կազմակերպությունների ուրեմն արդիականացումը, որը ընթացքի մեջ է եւ մենք 26 թվականի ավարտին մեր տված խոստումը եւս կամփոփենք։ Առաջիկայում կունենանք ամբուլատորիաների բացումները, հիմա որոշները արդեն տասնյակից ավել ավարտական փուլում են գտնվում։ Մենք նախընտրական այս շրջանը կավարտի եւ կբացենք օրինակ Սիսիանի բժշկական կենտրոնը։ Կխնդրեմ ներկայացնեք էլ ինչ ծրագրեր եք ասել, որ այս ընթացքում իրականացվել են։ Շատ ծրագրեր, լիցենզավորման համակարգի փոփոխությունը, էլեկտրոնային համակարգերի ներդրումը, բժշկական կենտրոնների հագեցումը, նոր ծառայությունների ներդրումը եւ այլն եւ այլն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։